Ամալիա Հովհաննիսյանի հեղինակային Life Room հաղորդաշարի սեր շարքի հյուրերն էին դերասաններ Արաքսիա Մելիքյանն ու Անդրանիկ Զաքարյանը, ովքեր եթերում ներկայացան իրենց որդու եւ աղջկա հետ։ Star News-ը հետևեց հաղորդմանը, որի հիմնական թեման դերասանների որդու Գերմանիայից վերադարձն էր, Հայաստանում զինվորական ծառայության անցնելու նպատակով։ Գուրգենը կայացրել է մի կարևոր եւ հարգանքի արժանի որոշում։ 2 տարի առաջ նա տեղափոխվել էր Գերմանիա, որտեղ միաժամանակ սովորում էր եւ իր քայլերն էր անում ֆուտբոլի ոլորտում։ Սակայն բանակին ընդառաջ նա վերադարձել է Հայաստան, քանի որ ցանկանում է կատարել իր զինվորական պարտքը։ Ամալիա Հովհաննիսյանի հարցին, ինչն է նրան դրդել նման որոշում կայացնել, Գուրգենը պատասխանեց. 16 տարեկանում գնացի, մի քիչ մեծանալու տարիք էր։ Ինչ որտեղ օգնեցին պապիկը, իմ քեռին ավելի հասունանալ, հասուն մարդու ձևով մտածել։ Ասացին, որոշումը քոնն է, դու պետք է որոշես, ապագադ ինչպես ես կառուցելու։ Մտածեցի, եթե ամեն մեկն իմ նման մտածի ու որոշի երկրից գնալ, շատ սխալ կլինի։ Երկիրն էլ այսպես ասած վատ վիճակում է, դրա համար վերադարձա ծառայեմ, հետո կտեսնեմ ինչ կանեմ։ Գուրգենի հայրը, դերասան Անդրանիկ Զաքարյանը անկեղծորեն խոստովանեց, որ որդու Գերմանիա մեկնելիս այլ պատկերացումներ ու հույսեր ուներ։ Բանակի մասին չէի մտածել, մտածեցի կընդունվի ինստիտուտ, հետո կգա, մինչև 27 տարեկանը ժամանակ կա։ Բացի դրանից ինքը գիտի, որ ես երբեք չեմ վախեցել իր բանակում ծառայելու գաղափարից։ Գիտի հպարտանում եմ, որ ես ծառայել եմ, ուրախ եմ, որ տղաս էլ է այդպես մտածում։ Դերասանուհի Արաքսիա Մելիքյանը անկեղծորեն պատմեց, թե ինչպես է ընտանիքը վերապրել որդուց, Գուրգենից 2 տարի հեռու ապրելու դժվարությունը։ Ծանր էր, ինչու, որովհետև շատ շնորհակալ եմ իմ կյանքի այդ փորձության համար։ Կարծում եմ դա մեզ բոլորիս համար հրաշալի դաս էր։ Ամեն մեկը վերարժևորեց, թե ով ում համար ինչ արժեք ունի։ Դա կարևոր դաս էր եւ նրա եւ մեր համար։ Մենք ժամանակից շուտ էինք որոշել նրա ճակատագիրը, բայց ինքն ավելի խելացի գտնվեց։ Որոշեցինք նորույն տնօրինել սեփական կյանքը։ Դժվար էր այդ սարսափելի կարոտը։ Պիտի ապրես, որ հասկանաս ինչ է դա նշանակում, երբ նույնիսկ առողջական խնդիրներ ես ունենում կարոտից։ Բայց հետո ամեն ինչ իր տեղն ընկավ։ Որպես ծնողներ մենք ճիշտ հաշվարկ էինք արել։ Մենք հեռուն էինք տեսել, բայց մարդը ինքը պիտի ուզենա անցնել այդ ճանապարհը։ Ծանր էր, թվում էր մենք ցույց չէինք տալիս, ասում էինք տղաս դրսում է։ Հայրենիքին այլ ձևով է ծառայելու, որ պարտադիր չէ զինվորական ծառայությունը։ Բայց հետո հասկացանք, որ դա ինքնախաբեություն էր։ Պետք է իրերը կոչել իրենց անուններով։ Նշենք, որ Արաքսիա Մելիքյանը վերջին շրջանում եղել էր Սրտի տանիքներով հաղորդման հյուրը, որտեղ նա ասել էր. Միշտ ընկերասեր եմ եղել, եւ այս վերջին տարիներին հասկացել եմ, որ չափազանց ավելի շատ եմ սիրում ընկերներին։ Պետք է ինձ սիրեմ այդ ընկերության մեջ, այլ ոչ թե բոլորին ծառայելու աստիճան։ Հետո նաեւ հասկացա, որ նմանը նմանին կգտնի։ Պետք է նաեւ հասկանաս, որ քեզ օգտագործում են։ Սիրելիս, մի քիչ աչքերդ ավելի լայն բացարա։ Դա էլ կյանքի փորձն է բերում։ Այս տարիքում շատ մոտ հարազատից ես դաղվել եմ ու ուզում եմ հասկանամ, թե ես որտեղ սխալվեցի, որ այս խոսակցությանը արժանացա։ Ագրեսիա առաջացավ, քանդելու, ջարդելու իմ իմացած ճշմարտությունը հանել արևին փռելու։ Հասկացա, որ դու դրանից ոչինչ չես շահելու։ Կարող ես ընդամենը ավելի շատ սիրել, ասել հա, դու ճիշտ ես։ Քեզ մեկա շատ եմ սիրում, մարդը թևաթափ է լինում։ Ոնց թե դու ինձ ավելի շատ ես սիրում։ Հա, ես մեկա քեզ ավելի շատ եմ սիրում։ Հիմարության մասին չէ խոսքը։ Ես այդ ժամանակ միշտ ասում եմ, թող հրեշտակներն ինձանից առաջ անցնեն։ Աստված ջան, դու ինձանից առաջ խոսիր, որովհետև ես շատ չարանալու հատկություն ունեմ եւ դա չեմ թաքցնում։ Խոսելով աշխատանքային գործունեությունից դերասանուհին նշեց.
Հիմա քիչ եմ խաղում մեծ բեմում ու զգում եմ, որ բան է պակասել։ Այդ ութարյունին կառավարելն ուրիշ բան է, հսկա մարդախումբ։ Դու նայում ես, իրենք քեզ հավասար շնչում են։ Դու տիրապետում ես իրենց, 2-ը չէ, 3-ը չէ, 10-ը։ Կգա նորից ժամանակ, որ կունենամ դա։ Խոսք եղավ նաև իր աշխատանքին ամուսնու տրված գնահատականից։ Գիտեմ, որ ինքը չի ուզի, որ ինձ վատ աչքով տեսնեն։ Առաջինը զուտ պաշտպանողական մեխանիզմից ելնելով։ Երկրորդը ես գիտեմ, որ ինքը ինձ որպես դերասանուհի հավանում է։ Ինչ-որ բան, որ այդպես չեմ անում, ասում է դու այդպիսին չես ախր։ Ընդունում եմ Անդրանիկի կարծիքը, բայց մեկ-մեկ էլ ըմբոստանում եմ, ասում եմ ես այդպես եմ ուզում։ Անընդհատ չեմ կարող ենթարկվել իրեն։ Մեր մեջ շատ կարևոր մի փաստ կա։ Մենք չենք խանգարում իրար փորձերին, որովհետև ես գնում եմ իրեն խանգարում եմ։ Ասում եմ ոնց կարելի է դերին տենց մոտենալ, դու ինչի պատրաստ չես։ Նա ամենավերջում է բացվում, ես պետք է ի սկզբանե հավաք լինի։ Կարճ ասած, մեր գործիքները տարբեր են, բայց երկուսիս նպատակն էլ թատրոնն է։ Կարծում եմ մեզ առաջին կապող մեծ օղակը դա թատրոնն է։ Երեխաները իհարկե ուրիշ օղակ են, թատրոնը չէ, թատրոնի նկատմամբ սերը։ Մենք երկուսս սիրահարված ենք թատրոնին։ Անդրանիկը ինձ երբեմն տալիս է գործիքներ, բայց նա ինձ չի լսում։ Ասենք ասում եմ շատ ես գոռում, ինքը ինձ ասում է լավ եմ անում և վերջ թեման փակվում է։ Կյանքն էլ բեմում ապացուցում է, որ իր գոռալը մարդիկ սիրում են։ Այն ինչ ինձ համար շատ է, մարդիկ խելագարված ոնց է խաղում։ Այսինքն ամեն մեկն իր ճանապարհով։ Մեր հանդիպման առաջին օրվանից մենք վիճում ենք։ Հիմա զարմանալիորեն ավելի քիչ ենք վիճում, բայց վերջերս կարդացել եմ, որ եթե չեն վիճում, ուրեմն վերջացել է ամեն ինչ, տխրել էի։ Ինձ թվում է ուղղակի ինքը հարմարվել է նրա հետ, որ ինձ այլևս չի փոխելու, ես էլ հակադարձը։ Հետո սկսել եմ մտածել, որ նախ դու չես իրա տեղը, որ փոփոխելով չի, այդ մարդն այդ տեսակն է, հուսով եմ նայել է այդ կարծիքին։ Ի վերջո խնայել է պետք իրար։ Սկզբում ինքը ինձ խեղդում էր, այո խեղդում էր, Անդո ջան ինձանից մի նեղացի, բայց խեղդում էիր։ Այդպես չի կարող լինել, կինն այսպես, կինն այնպես։ Իր պատկերացրած կինը ինձ հետ կապ չուներ։ Սկզբի շրջանում ենթարկվում էի, որովհետև այդքան սիրում էի։ Մի դեպք պատմեմ, 4 տարի շարունակ բիգուդիներով քնում էի, որովհետև գիտեի, որ ինքը խուճուճ մազ է սիրում։ Միշտ ինձ դժբախտ էի կարծում, որ իմ մազերն ուղիղ են։ Տարիներ հետո իմանում եմ, որ ինքը ուղիղ երկար մազեր է սիրում։ Իմ ընկերուհու մազը խուճուճ էր ու միշտ տեսնում էի, որ խաղում է իր մազի հետ։ Անգամ այդ ընկերուհիս հաստատ գիտի խոսքն իր մասին է, բայց մենք բացարձակ ընկերներ էինք։ Այդպես փոքրիկ խանդ է երևի եղել, և ես էլ մտածել եմ, որ խուճուճ մազեր է սիրում։ Անդրանիկն ուղղակի ծիկ ունի մազերի հետ խաղալու, ով որ կողքը կլինի։ Դու մի ասա, ինձ տանջել եմ այդպես, բայց ինքը մի անգամ ջիմ չի գնացել ու սերն ուռացնի, որովհետև ես ասենք այդպես եմ սիրում։ Եղել է, որ հյուրախաղերից եկել եմ, դա չեմ մոռանա երբեք։ Լոգարանը սիրուն ծաղիկներով զարդարել էր, ասում էր հոգնած կլինես։ Չգիտեի, բայց մեր միջի ռոմանտիկն Անդրանիկն է, եզրափակեց դերասանուհին։